Խնդրում եմ արի գնանք ներս խոսանք, հա։ Արի, երեխան կարտնանա չեմ լսի։ Արի գնանք ներս։ Արամ։ Խնդրում եմ։ Այնպիսի բան չանես, որ փոշմանես հետո։ Մամ, եթե ուզում ես հիմա հանգիստ լինեմ, ուրեմն նստի ու ինձ պատմի։ Ասա ով է եղել այդ տղան։ Մամ, հասկացի, եթե դու ինձ հիմա չասես, ես լիկայից եմ իմանալու ու շատ վատ ձևով։ Մամ, խոսա։ Լիկան այդ շրջանում մի հատ տղայի հետ էր հանդիպում։ Ես տեսել եմ այդ տղային, ու ինքը ինձ ընդհանրապես դուր չի եկել։ Ես նույնիսկ արգելել եմ, որ ինքը Լիկայի հետ հանդիպի։ Հետո։ Ինձ թվում է, որ այդ տղան է ազդել Լիկայի վրա, ու այդ ամեն ինչը Լիկան իրա պատճառով է արել։ Մամ, անունն ասա։ Մամա, անունն ասա, ով է այդ տղեն։ Սևակ, ես միայն այդքանը գիտեմ։ Ու ինձ Լիկան խոստացել է, որ ինքը էլ չի հանդիպում իրա հետ ու չի հանդիպելու։ Ու այսքանից հետո դու հավատում ես Լիկային։ Լավ, մնացածը ես արդեն Լիկայի հետ։ Արամ ջան, խնդրում եմ։ Մամ, հետևիցս չգաս։ Ես քեզ Մամա, ասեցի չգաս հետևիցս։ Արամ։ Քեզ շատ կարևոր բան ունեմ հարցնելու։ Հա, բայց ինչի սենց հանկարծակի։ Լսի, ձևականությունների ժամանակ չկա։ Ասա։ Ուշադիր նայ ինձ։ Սևակի համարն է պետք։ Քո հետ եմ աղջիկ ջան ասում, Սևակի համարն է պետք։ Վատ ես լսում։ Արամ։ Ինչ Արամ։ Ինձ տուր Սևակի համարը։ Կարող է հայերեն չեմ խոսում, ասում եմ Սևակի համարը տուր։ Ես։ Դու ինչ։ Դու հիմա պետք է մենակ ինձ տաս այդ աննասունի համարը, ասում Սևակի համարը տուր։ Արամ։ Չես հասկանում ինչ եմ ասում։ Էսի հեռախոսս։ Գրի համարը։ Լիկա վերցրու գրի համարը ասում եմ։ Իսկ հիմա դու ինձ կասես, թե ես իրան որտեղից կարամ գտնեմ։ Հաստատ կիմանաս։ Ես, Արամ, ես իրա հետ էլ չեմ շփվում, ես չգիտեմ։ Շատ ավելի լավ, որ դու իրա հետ չես շփվում։ Այդ դրա մասին մենք հենց խոսալու ենք, դու ինձ շատ բան ունես բացատրելու։ Հələ շատ բան ունես պատմելու։ Ու որ քեզ չեմ տալիս դες սպանում մենակ այն դրա համար, որ խղճում եմ քեզ։ Որ ես վիճակն է մեր տունը, որ պապան նոր է մահացել։ Զուտ մենակ դրա համար ես քեզ չեմ սպանում հիմա այստեղ։ Տեղն ասա, որտեղ կարամ գտնեմ իրան։ Ես իրոք չգիտեմ։ Ես, Արամ, ես քեզ ասելու էի, ուղղակի մաման… Զենդ գտրի։ Էլ բան մի խոսա։ Դու ուշացել ես։ Արամ, բայց ինչ ա եղել։ Լսի, այդպես դեմքով ինձ մի նայ։ Ուզում ես ասես, որ հասկացել ես, որ զղջում ես։ Ես չեմ հավատում, որ դու զղջում ես կամ հասկացել ես։ Ես ուղղակի չէի պատկերացնում, որ իմ քուրը կար այդքան հեռու գնա, որ իմ քուրը կար այդպես բան անի։ Ես չեմ հասկանում, ինչ ասել է խոսքը։
Ես ասում եմ, որ դու մեկը ոչ բան չես հասկանում։ Հիմա էլ պապայի նկարը վերցրել ես ձեռդ, լացում ես ու ինչ։ Ես Աբելին ասելու էի։ Դու ինչ պետք է ասես Աբելին։ Դուխի պետք է ասես Աբելին, կամ ոնց կարաս դու Աբելին այդքան բան ասես։ Բայց ինչ ուզում ես արա, ինչ չի հետաքրքրում։ Ես հիմա կիմանամ այդ սեվակնուրը։ Կպարզեմ որտեղ է։ Իմ հարցերը իր հետ կլուծեմ, հետո նոր ես քո հետ ունենալու եմ առանձին զրույց։ Պատրաստվի լիքը։ Դու ինձ էլ շատ բան ունես պատմելու։ Ես պետքա գտնեմ, ես Աբելից շուտ պետք է լակոտներին գտնեմ, փաստորեն դու լիկա, ով կմտածեր, չգիտեմ էլ ինչ անեմ, ոչ մի արդարացում չունես, ոչ մի, սկան ժամանակ ճշմարտությանը շատ մոտ եմ եղել, բայց մտքովս մի վարկյան անգամ չի անցել, որ այդ հարցակումը կարար հարազատ քուրս կազմակերպած լիներ, չէ, ես ինչ պատմություն է, սուր ես ասել լիկա, Ալո, հա, ես եմ, գիտեմ ու դեր համար եմ զանգել, շատ կարևոր գործ ունեմ հետդ։ Մամա ստեղա։ Ստեղա։ Լի։ Իկար, ոնց ես կյանք, հը? Աբել ջան, խնդրում եմ, էլի Հակոբի հետ կխոսես, լավ? Բաղ անպայման խոսք, դες դուրս եկա։ Լավ, մենք են անցնենք մի քիչ խոսենք, հա, բերինց, լավ ժամանակ կացրի։ Ասա, Զբաղված ես։ չէ զանգիտ եմ սպասում, ինչ զբաղված, ասա, բան իմացար։ Հա, Ու, գիտեմ որտեղ է հիմնականում այդ տղակին։ Կարամ կազմակերպեմ ձեր հանդիպում։ չէ պետք չի բան կազմակերպել, ես կգտնեմ դրան, դու տեղն ասա։ Լավ ոնց մեզ ես։ Բայց ինֆորմացիադ հաստատ է, 100%։ լավ դե տեղ ասա։ Լավ։ Դե հիմա կլսեմ քեզ, սևակ ես, ինչ ես։ Ինչի ասեցիր։ Ես մտածեցի, որ Մամ, ես ինքս կասեի, ես արդեն պատրաստվում էի ասել, ինչի ասեցիր։ որովհետև ես վախեցա, որ Աբելը ամեն ինչ կիմանար։ Հավատա, այսպես ավելի լավ է։ Հաստատ, այսպես ավելի լավ կլինի։ Եվ թագավորը հավատաց նրանց և որոշեց ևս մի հնարավորություն տալ։ Այսպիսով նրանք մնացին թագավորի պալատում։ Պարզա։ Նեղանում ես։ Չէ։ Նոյ լսի։ Ես էլ եմ ես իրավիճակից նեղվում։ Իմ համար էլ է դժվար։ Ու չես թողում, որ խոսեմ Աբելին։ Եթե հասկանայիր ինձ նոյ։ Եթե իմանայիր ինչքան չեմ ուզում Աբելին հակառակ գնալ։ Վշտացնել իրան։ Երանի հասկանայիր։
Սևակը դու ես։ Ապեսի մեծ, հա։ Մեր մեջի Սևակը դու չես։ Համել Սևակը քո հետ չի, Սևակը իմ հետ է։ Այդ ճիշտ է ասում։ Սևակը ոչ մեր հետ է, ոչ քո հետ է, Սևակը իր հետ է։ Ասենք թե ես եմ ապե ինչ կա։ Ուրեմն հելի դուրս։ Մի րոպե կընկես։ Ապեր։ Կարող է խառնել ես։ Ապեր, քո հետ չեմ խոսում, տեղդ նստի։ Այսինքն Սևակ հելի դուրս։ Ապեր։ Ապե նորմալ է, նստես գալիս եմ։ Գնա այսը գալիս եմ։ Սպասում եմ։ Ով էր։ Ապե Լիկայի աղբերն է։ Հա, Լիկայի։ Ապե կարող է գամ հետը։ Ապե չէ լրվի գալիս եմ։ Լավ, եկալ բաժակը։ Գնացի։ Բարի ճամփա։ Հուսով եմ տենց շատ կարևոր բան ունեիր ինձ ասելու, որ տենց կարևոր գործերից կտրებ բերը հասցրել ստե։ Ու առաջարկում տենց արագի մեջ ասես ինչ կա։ Իսկ ես քեզ առաջարկում եմ սթափվես, ապեր, որտեվ շատ կարևոր բան ունեմ քեզ ասելու ու շատ դիպ պետքա լսես։ Հա, լուրջ։ Ասա, աղբեր, սթափում։ Ես Լիկայի աղբերն եմ ու այդ հաստատ քո համար նորություն չի, չէ՞։ Գիտեմ ապեր։ Ես էլ Լիկայի ընկերն եմ եղել։ Մենք տենց շփվել ենք իրար հետ, սիրել ենք իրար, մար։ Ապշին ենցա որ չի ստացվել մեր մեջ ոչ մի բան ու հիմա մենք էլ իրար հետ չենք աղբեր։ Ու ստում է որ տես ծանր պետք է չտանեք էլի այդ սախ։ Լսի Սևակ, այդ առանձին թեմա է։ Ու շատ ավելի լավ, որ դուք հիմա իր հետ ընդհանրապես կապ չունեք, թե քո, թե իրա համար։ Թույն է ապե, դես հելա։ Կայնի, ես ասի, որ քո այդ բան ունեմ խոսալու։ Ասա, ինչ կա։ Իմ դեմքը քեզ ուրիշ տեղից ծանոթ չի։ Այսինքն Մի հատ լավ նայի, ապեր։ Այն որ ձեզ լավ տղուտեղ դրած մտել էիք 17 տարեկան աղջկա տուն ու ուզում էիք ջոգիր երևի ինչ եմ ասում։ Ապե կարող է քուրդ տենց քեզ կիսատ բաները պատմե։ Կարող է տենց սաղ չի պատմե ինքը քեզ։ Կարող է ինքը մոռացել ասի, որ այդ սաղ իրա կազմակերպած խաղերն է, հա։ Լսի արա, էդի արդեն իմ գործն է, ես իմ քրոջ հետ ոնց կխոսամ ու ինչ կանեմ։ Դու ով ես որ վաբշե ինձ ինչ-որ բան ասես։ Ապա ես Լիկայի ընկերն եմ եղել, էլի եմ ասում քեզ։ Ունենցա որ այդ աղջիկը ինձ նենց բանա խնդրե, որ ես չէի կարող իրան մերժեմ։ Ու ասենք օրենք ա եղել դի մամար ու պետք է դի արվեր։ Դա դու ոբշի ջոգում ես էլի։ Նենցա որ աղջիկ կա, մենք էլ դրա դիմաց բաներ ունենք ստանալու, ուշադրություն կա, բան կա, ու չոր ու ցամաք այդ սաղ չէր լնելու։ Դե խոսա արա։ Հապե կարող է քուրդ մոռացել է քեզ տենց մնացած մանրամասները պատմի, հա։ Կարող է տենց գիտեր չոր ու ցամաք պետք է անեմ այդ սաղիրի համար, հա։ Տոնեսի արա։ Այդ թուլա։ Բան ունես ասելու։ Ասա լսում եմ արա։ Մամա։ Արամային խոսակցությունից հետո դուրս եկավ ու չգիտեմ որ գնաց։ Զանգել ես։ Բայց անհասանելի է։ Ման, բայց
Չգիտեմ, սիրտս շատ անհանգիստ է։ Չգիտեմ ուրա գնացել։ Արա ես քեզ կմորթեմ, արա։ Արա քեզ թվում է ես չեմ կարա քեզ պատասխանեմ, հա։ Դու вообще գիտես ես ով եմ, արա, հա։ Ճանաչում ես ինձ։ Այսի քեզ ինչ եմ ասում։ Եթե այս պատմությունը ջրի երես դուրս եկավ հանկարծ։ Քերոջդ էլ եմ տեսնում, հեսար։ Ու вообще եթե ուզում ես իմանաս այս սաղ պատմությունների մեջ թուրը դա մեղավոր, հələ թուրը։ Ու ընդհանրապես։ Ես փոշմանել եմ, որ вообще տենց բան եմ անում։ Իսկ Լիլիթին ճանաչելուց հետո ապեր։ Ես вообще հասկացա, որ մեզ սամ սխալ բան եմ։ Ու էսի չես մարցելու, արա ես հանգստացի մի հատ։ Դավես, ի՞նչ կա։ Ձեռներդ քաշի հանգստացի։ Լսի, դու գիտես գոնե ում ես հարցի մեջ մտել։ Արա, դու ես մի ասա, գիտես ում ես հարցի մեջ մտել գոնե, այդ աղա։ Հանգստացի։ Այս թերը շատ վախեցած էր։ Գիտեմ։ Աբել։ Չեմ։ Չէ, ոչ մի բան։ Ես ինչ նոր բնավորություն ասկսած եմ ինչև որ չասեմ։ Չէ, բան չկա։ Ինչ է նշանակում բան չկա, ասենք մոնա։ Լիլիթ։ Եղավ, պարզ է։ Լավ, ես ձեզ հետո կզանգեմ։ Այն արամը, չի։ Մտածում եմ, այս հերեց մեր տան մնալը վտանգավոր չի։ Ինչն է վտանգավոր մեր տանը մնալու։ Ես մեր տանն եմ, առաջին հերթին։ Ինչ պիտի լինի։ Այդ էի հարցնում։ Ճիշտ է, վստահ չեմ, որ մենակ էդ էիր հարցնում լի։ Բայց մի քիչ ժամանակ տամ, լավ մտածի ինչ էիր ուզում հարցնել։ Այդ էի ուզում հարցնել։ Դե ես գնամ սենյակ։ Դու գիտես գոնե ինք ով է, դու գիտես մենք ով ենք, գիտես ում վրա ես ձեռք բարձրացնում, այդ աղա, Արա գիտես։ ես քեզ չասի դու չխառնվես այդ տղա։ Ես վերջի ճոմս կուշաստում, սես բաներ, մեր հետ չի լինում, մենք պարջում ենք, լսում ես, պարջում, այդ աղա։ Արա տո լսի ձեռները, լսի։ Լավա, լսի ուրեմն, սրանից հետո մոռանում ես մեր մասին ու քո հարցերը։ Արա ես իմ հարցերը Արա լսեք, ես իմ ասելիքը միջև վերջ չեմ ասել։ Ու շատի լսի քեզ ինչ եմ ասել։ Ասա լսեք, Լսուս։ Խելի բան ես ասելու, արա։ Էլի բաներ կա, որ չես հասցրել ասես, հա։ Ասած թե ինձ մասին չմոռանաս։ Միակ ասածս են է, որ դու էսի չես մարսելու այդ տղա։ Ձեռները տարա։ Էնդեք։ Արամ ինչ է եղել։ Ես ովքեր են սրանք։ Երկար պատմություն։ Արամ ես ինչերի մեջ ես։ Ախպերս հետո կխոսանք էլ։ Դե արի գնանք։ Կներես, Նոյ, կներես, ես վախեցա, ես չեմ կարող խոսել Աբելի հետ։ Ուզում էի դուրս գա, այ։ Գործերով։ Հա։ Ես ոնց ու շատ խառն ես, ալի։ Չէ։ Նորմալ ամեն ինչ։ Հա։
ինչ որ բան կա ուզում ես հետս խոսած։ Չէ, ինչ պիտի լինի։ Չէ, եթե խոսալու բան ուներ, ես պիտի տնից դուրս գայի գործերով։ Խոսեինք նոր գնայի։ Չէ, կարաս դուրս գաս։ Մի խոսքով թույլ ես տալիս։ Դե եթե թույլ ես տալի, ես դուրս գամ, հետո կխոսանք երևի։ Արա, Ման ոչ մի բան չխոսաս։ ես ինչ է վիճակը։ Ես ինչ։ Ինչա վիճակը սա։ Արա, Մամա սրան մենակ էս է հասնում, այսքան ժամանակ ասում էի ձեն չանեմ, հարգելով որ պապան հիմա չկա, բայց սրան մենակ էս է հասնում։ Ու լեսի շատ քիչ է։ ստացի մի ան։ Չգիտեմ ճիշտ եմ անում թե չէ, բայց պետք է զանգեմ քեզ Աբել։ Ուզում ես ջղայնացի, ուզում ես մի ջղայնացի։ Ասա նոյ։ Աբել, չգիտեմ, ոնց կմտածես այն օրվանից հետո առիթավորվել եմ, զանգում եմ, շփման գծեր եմ ման գալիս, բայց Եթե զանգել ես նորից նույն թեմայով խոսելու համար, ասեմ որ չէ, նույնի համար չեմ զանգել։ ինչ կապ էր։ Պատակն դրսում Արամին տեսակ, կռվի մեջ էր։ Ապեր Արամը մեծ տղա է, ինքը իր խնդիրները կլուծի։ Եթե իմ օգնության կարիքն ունենար, հաստատ կարծում եմ կզանգի։ Ես հասկանում եմ, որ դու իրան հարազատ չես ընդունում։ Ուղղակի նես կռվի մեջ էր, որ կատակ բան չի։ Նոյ, ես հասկանում եմ, որ դու անհանգստանում ես, բայց ինձ այդ ամեն ինչ չես ասում։ Ապել կհիշես են Ռոբոյի տղուն, որ մենք էլ ենք տեսել մի քանի անգամ։ Իրա հետ էր կապված։ Ու նենցա, որ կատակ բան չէ էլի։ Ծորի Ռոբոյի, եթե քեզ օգնության համար չի դիմել, վստահ եմ, որ լուրջ բան արանքը չկար։ Ապել նենցա, որ Արամը այդ տղու քիթումը ռուտը խառնել էր իրար։ Ու ինքը հաստատ դետի տենց չի թողելու։ Դու լը հիշի, Արամը լիքը բան է քո համար արել։ Չես ուզում խառնվես։ Ապեր ես ամեն ինչ շատ լավ եմ հիշում։ Ունես չէ, որ Արամին շնորհակալ չեմ դրա համար։ Ուղղակի եթե մինչև այս պահը չի զանգել, նշանակում է իմ կարիքը չի զգացել։ Կարող է չի ուզում զանգի օգնություն խնդրի այդ մարդը։ Կարող է պետք չի, որ ես խառնվեմ։ Այդ արդեն քո որոշելումն է։ Ինձնից հասնում էր ասել, ես ասեցի։ Լավ, ախպերս։ Ու մեկը զանգելու ես օգնես էլի։ Ինչը ձև էր թափում։ Ավակ են որա մահացել։ Իմ մոտքերդ խառն են։ Նեղված ես։ Բայց ինչ ունեն հետդ կիսելու այդ լակոտները։ Սպասի զանգեմ է։ Ալո։ Արամ, Ախպերս։ ոնց ես։ Լավ, նորմալ։ Ոնց գիտես։ Խառն ես։ Չէ, նորմալ ասա։ Ուզում եմ իմանայի ոնց եք։ Տնեցիք, մամոտ, գործերից ինչ կա։ Այսօր ենք իրար տեսել, հələ որ նորություն չկա, ախպերս։ Կարող է հարմարացնես հանդիպենք մի հատ։ Հա, ինչի՞ չէ որ։ Շատ ավելի լավ։ Այդ դեպքում էլի նույն տեղը։ Լավ։ Արամը էլի դուրս եկավ։ Որ Չգիտեմ, բայց ինձ թվում է հաստատ այդ գործով է դուրս եկել։ Երևի ինձ ես հա մեղադրում։ Ուղղակի ես ինքս կասեի։ Աբելին։ Իսկ դու պատկերացնում ես ինչ կարար լիներ այդ ասելու ընթացքում։
Բա հիմա ինչ եղավ, մամա։ Հիմա եղավ է ինչ պետքա չլիներ։ Ու եթե նույնիսկ առաջինը Աբելը իմանար, մեկը Արամը իմանալու էր, ու նույն բանն էր լինելու։ Մեղավոր եմ, գիտեմ։ Մամա, բայց հիմա ոչ մի բան էլ չես փոխի։ Ինչ հանգիստ ես խոսում։ Հանգիստ, մամա։ Հանգիստ չեմ։ Ինձ էլ է դժվար հասկացի։ Եթե ես անգամ իմ մեջ գնահատեմ Աբելի այդ ամբողջ արածները, բայց ես էլ եմ մարդ, հասկացի, որ իմ համար էլ էր դժվար գնալ հասնել իրանց տուն։ Ով դու ինձ շատ լավ ես ճանաչում ու գիտես իմ համար ինչքան դժվար ա եղել։ Փաստորեն քո համար շատ դժվար ա եղել, հա, աղջիկ ջան։ Դժվար ա եղել ներողություն խնդրել։ Իսկ երբ որ դու կազմակերպում էիր Լիլիթի բռնաբարությունը, այդ ժամանակ դժվար չէր, չէ՞ քեզ։ Դու եկել էիր հանգիստ պարկել քնել էիր։ Քո խիղճը քեզ չէր տանջում ընդհանրապես։ Գիտես, ես զարմանում եմ ուղղակի, դու սանձարձակ ես, Լիկա։ Ոնց կարար քո այս փոքր ուղեղում այդպիսի բան անցներ ընդհանրապես, որ դու այդպիսի բան կազմակերպեիր։ Իսկ եթե Լիլիթը ինքնասպան լիներ, այդ ժամանակ ինչ պետք է անեիր։ Դու իր կյանքը ամբողջ կարայիր փչացնեիր։ Էլ չեմ խոսում, որ եղբայրդ հիմա կարած չլիներ ընդհանրապես։ Հերիքա, խնդրում եմ, մամա, վերջացրու։ Ես էլ չեմ դիմանում, մամա։ Սկիծ են չես անում։ Չգիտեմ։ Կարող է ուզում ես մենակ մնաս։ Դե սենց դեպքերում, սենց ցավի ժամանակ մարդ միշտ ուզում է մենակ մնա։ Մեկը, ոչ մեկ էլ քեզ չի հասկանալու մինչև վերջը։ Բայց այդ ոչ մեկի մեջ դու չես մտնում։ Դու ինձ հարազատ մարդ ես, ախպերս։ Նույն ասա նորություն կա։ Չգիտեմ, Աբել։ Ով կա սաղին խառնել եմ։ Ինչ-որ բան փորձում եմ անամ, բայց հələ որ ոչ մի տեղից ոչ մի բան չեմ իմանում։ Չգիտեմ արդեն ինչ անեմ։ Աբել նույն ինձ ամեն ինչ պատմել է։ Գիտեմ, որ դրա համար ես եկել։ Ու ինչ սանոտ մարդիկ կան մեջ խառը։ Զորի Ռուբոյի տղեն է եղել։ Հա։ Պատմի իմանամ ինչ է եղել։ Ոչ մի լուրջ բան, Աբել։ Ինչ որ կա, ես ինքս կլուծեմ։ Դու արդեն մենակ քո գլխու չես կարող անես։ Իմ հարազատն ես, իմ աղբերն ես ու ես քեզ ամեն տիպի պատժ կանեմ։ Ուղղակի հասկանանք ինչ է եղել ու հասկանանք հարցը լուծենք։ Իսկ լուծում կարա գտնվի։ Գիտեմ։ Բայց այդ լուծումը ես ինքս գտնեմ։ Շնորհակալ եմ քեզ։ Արամ, որոշումը քոնն է։ Ես քո հնարավորությունների վրա չեմ կասկածում։ Բայց որտեղ մի ուղեղ, այնտեղ երկուսը։ Եթե կանանք ավելի շուտ խնդրին լուծում տանք, ավելի լավ։ Անիմաստ պատմությունների մեջ չես ընկնի։ Ավելորդ պատմությունների մեջ չես ընկնի։ Ճիշտ ես ասում, Աբել։ Ուղղակի եսի այն հարցնա, որ ես ինքս պետք է լուծեմ։ Ապեր մի խոսքով ամեն պահի։ Երբ որ հասկանաս, որ իմ խառնվելն է պետք, իմ օգնությունն է պետք, դու ինձ օրվա ամեն ժամի կարաս զանգես։ Որտեղ եմ ինչով զբաղվեմ, կգամ կհասնեմ։ Գիտեմ, ախպերս։ Քո մոտ հիմա այն վիճակն է, որ ես մեկը չէի ուզենա, որ մենակ մնայր։ Իմ մոտ այն վիճակն է, որ արդեն էլ համբերություն չկա, ու շատ շուտ ուզում գտնեմ դրանց։ Ու չենք եկար սպասենք երկար, որտեվ կարող է դրանք երկրից եթեն։
Պետք է շուտ գտնել դրանց։ Իմ համար ամենակարևոր հարցը իմ այդ է։ Նստի, սորճ խմի։ Ոյ, չեմ ուզում, հավատա դրա տրամադրությունն էլ չունեմ։ Աբելը զանգել է։ Հա, զանգել է։ Հակոբից լուր կա։ Դեռ չի գտել։ Սարսափում եմ, ախր ուր է Հակոբը։ Մի վախեցի, որ ասել է կգտնի, ուրեմն կգտնի։ Հա, բայց ինչի չեն եկել միջև հիմա։ Չգիտեմ, բայց արի սուրճդ խմի։ Ու վստահենք Աբելին, ես հավատում եմ, որ կգտնի։ Լիսի, ես վստահում եմ Աբելին, ուղղակի իր համարել եմ անհանգստանում։ Դու չգիտես ինչ մարդկանց հետ է կապվել ինքը։ Հասկանում եմ, բայց հիմա լարվելով մտածելով ոչ մի բան չենք փոխի։ Արի հանգիստ մի քիչ զրուցենք, ես մի քիչ հետո էլի կզանգեմ Աբելին։ Լավ, ապրես։ Պատկերացնում եմ հիմա ինչ ես զգում։ Ահավորը մոմ։ Էն իր զգում եմ ահավորը, որ մտածում եմ պատկերացնում եմ, որ իմ քուրը, իմ դպրոցական աղջիկ, կար այդքան բան անի, կար այդքան հասնի։ Հասկանում եմ։ Մամ, գիտես, նախ չեմ ասի։ Ես գիտեմ, որ դու էլ ես ինձ մեղադրում, հայրդ էլ էր ինձ մեղադրում այդ հարցում։ Հա, հենց էդ է ուզում ասի, որ ես ամեն ինչի մեղավոր դու ես, դու շատ ես իրան ներես տվել։ Ճիշտ ես։ Դա իմ չափազանց մեծ սիրո ու հոգատարության հետևանքն է։ Ես չեմ ուզում, որ դու ինձանից նեղանաս, բայց այս հարցում դու իրոք մեղավոր ես։ Ես չեմ նեղանում, որովհետև գիտեմ ու գիտակցում եմ իմ սխալները։ Մամ, ես չգիտեմ ոնց նայեմ Աբելի աչքերի մեջ։ Ես չգիտեմ ոնց այդ տղու հետ խոսամ։ Ես չգիտեմ իրան ինչ եմ ասելու։ Ոնց եմ ես ամեն ինչը բացատրելու։ Ու ես այսօր գնացել էի այդ տղու հետ, նստել էի, խոսում էի։ Ու պատկերացնում եմ պա, երբ ինքը պետք է գա ու բացատրություն պահանջի։ Ես ոնց պաշտպանեմ իմ քրոջը։ Ես տեղ չունեմ։ Ամենից եմ ուզում սատկացնում Լիկայի։ Չեմ ուզում սկի երեսը դեմ։ Ավելավա գնամ իմ սենյակ։ Ալո։ Մի քանի անգամ զանգեցի, չպատասխանեցիր։ Կներես, ձայնն անջատել է։
Էլի Էստերը ձեր տանն է ու դու ժամանակ չունես ինձ զանգես։ Հա, նոյ։ Հետաքրքիր է, Նոյ, խնդրում եմ տոնդ փոխի։ որովհետև քո համար էլ է, չէ՞ դժվար։ Ձեռես առնում։ Չէ, ուղղակի ասում եմ այն, ինչ դու ես ասելու մի 2 րոպեից։ Եթե զանգել ես, որ տենց խոսես հետս, ավելի լավ է չզանգես։ Չէ, զանգել եմ իմանամ ինչ ես որոշել։ Նոյ, ասում եմ տոնդ փոխի։ Ես չեմ սիրում, որ իմ հետ այդ տոնով ես խոսում։ Ես էլ նեղվում եմ, որ քո համար մեկը մեր այս վիճակը։ Մեկ չի։ Վերջին անգամ եմ հարցնում։ Ուզում ես, որ խոսամ ավելի հետ։ Ես քեզ կզանգեմ։ Եկար Աբել, գտար։ Հա, Էստեր ջան, գտել եմ ու տուն եմ տարել։ Մեր տանն է։ Հա, ձեր տանն է, բայց մի անհանգստացի, հիմա տուն գնալ պետք չի։ Մի քիչ կմնաք, նոր կգնաք։ Բայց վախենալու չի, ախր ինքը այնտեղ մենակ։ Ինքը այնտեղ մենակ չի։ Մարդ եմ թողել շենքի մոտ, ոչ մեկ իրան չի անհանգստացնի։ Լավ։ Դե ես գնամ մի հատ խոսեմ, հա հետը։ Ում հետ էիր խոսում։ Աստղիկի։